Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մայիսի 19-ն է, օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Ադրբեջանը շարունակում է ազատագրված տարածքների վերականգնման գործընթացը։ Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել Բաքու-Սուփսա նավթատարի գործունեությունը։ Ադրբեջանական թիմը մասնակցել է Վինձորի թագավորական ձիերի շոուին։ Ներկայումս Ադրբեջանի կառավարության առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը Ղարաբաղի եւ Արևելյան Զանգիզուրի վերականգնումն է։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը համաշխարհային քաղաքային ֆորումի 13-րդ նստաշրջանի բացման արարողության ժամանակ։ Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Ղարաբաղը եւ Արևելյան Զանգիզուրը գրեթե 30 տարի գտնվել են հայկական օկուպացիայի տակ, ենթարկվելով լայնածավալ ավերվածությունների։ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ այդ տարածքների ազատագրումից կարճ ժամանակ անց ընդամենը 5 տարվա ընթացքում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, կառուցվել են էլեկտրակայաններ, ջրամատակարարման համակարգեր, ջրամբարներ, տներ, դպրոցներ, հիվանդանոցներ, շահագործման են հանձնվել 3 միջազգային օդանավակայան եւ երկաթգիծ։ Ահա թե ինչպես են վարվում այս հողերի իրական տերերը, ի տարբերություն նրանց, ովքեր գալիս էին միայն քանդելու, ավերելու եւ վիշտ ու տառապանք են բերում։ Այսօր ավելի քան 85,000 ադրբեջանցիներ արդեն բնակվում են նախկին օկուպացված տարածքներում, աշխատում, ապրում եւ ուսում ստանում, հայտարարել է պետության ղեկավարը։ Ադրբեջանը հետևականորեն աջակցում է Մեկ Չինաստան քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 18-ին Չինաստանի պետական խորհրդի փոխվարչապետ Չիժան Գոցինի հետ հանդիպման ժամանակ։ Պետության ղեկավարը ընդգծել է, որ Ադրբեջանը որպես մի երկիր որոշ ժամանակ ենթարկվել է անջատողականությունից, դատապարտում է դրա բոլոր ձևերն ու դրսևորումները։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչել Չինաստանի Թայվանի տարածաշրջանում անցկացված անօրինական ընտրությունները, այլև միակ երկիրն է, որը հանդես է եկել այդ ընտրությունները դատապարտող հայտարարությամբ։ Այս համատեքստում Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանը հետևականորեն աջակցում է Մեկ Չինաստան քաղաքականությանը։ Ադրբեջանը կառուցում է նոր քաղաքներ եւ գյուղեր Ղարաբաղում, եւ այդ հաջողությունները ձեռք են բերվում նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։ Այս մասին հայտարարել է Ուզբեկիստանի նախագահ Շավկաթ Միրզոևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ համաշխարհային քաղաքային ֆորումի 13-րդ նստաշրջանի շրջանակներում։ Նշելով, որ Ադրբեջան կատարած իր յուրաքանչյուր այցի ժամանակ ականատես է լինում զարգացմանը, Ուզբեկիստանի նախագահը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղում նոր քաղաքների եւ գյուղերի կառուցման կապակցությամբ։ Շնորհակալություն հայտնելով բարի խոսքերի համար Իլհամ Ալիևը նշել է Ուզբեկիստանի նախագահի աջակցությունը Ղարաբաղի վերականգնմանը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ Ֆիզուլիում Ուզբեկիստանի կողմից կառուցված Միրզա Ուլուղբեկի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը առաջին նվերն էր Ղարաբաղի վերականգնման գործընթացում։ Նախագահ Իլհամ Ալիևը սա որակել է որպես եղբայրության, աջակցության եւ համերաշխության խորհրդանիշ։ Վրաստանը Միջի-Միջանցքի շրջանակներում Ադրբեջանի հետ համագործակցությունը համարում է հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող հարց։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։ Արտգործնախարարի խոսքով ստորագրված համաձայնագրերը կնպաստեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։ Ադրբեջանը մեզ համար կարևոր ռազմավարական գործընկեր է, հատկապես Միջի-Միջանցքի զարգացման հեռանկարների հարցում։ Այս համատեքստում այսօր ստորագրվել են իսկ
իսկապես կարևոր համաձայնագրեր, հայտարարել է Բոչորիշվիլին։ Նա նշել է, որ երկրի տարանցիկ նռուժի լիարժեք իրացումը մնում է Վրաստանի առաջնահերթություններից մեկը։ Նշենք, որ մայիսի 18-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասնակցությամբ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը եւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրևիշվիլին ստորագրել են Մարաբդա Թուրքիայի սահման երկաթուղային հատվածի վերականգնման, վերակառուցման եւ շինարարության համակարգող խորհրդի 41-րդ նիստի արձանագրությունը որպես Բաքու-Թբիլիսի կարճ նոր երկաթուղային գծի նախագծի մաս։ Մայիսի 19-ին լրանում է Թուրքիայի ազգագրական պատերազմի մեկնարկի 107-ամյակը։ Թուրքիայի անկախության համար պատերազմը բնութագրում է որպես Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի եւ նրա կողմնակիցների ռազմական եւ քաղաքական պայքար օտարերկրյա ռազմական միջամտության դեմ, ինչը ավարտվեց օկուպանտների վտարմամբ եւ հանրապետական կարգի հաստատմամբ։ 1919 թվականի մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Սամսունում ելույթ ունեցավ թուրք երիտասարդության առջև, հայտարարելով զորահավաք Թուրքիայի մի մաս օկուպացրած զորքերի դեմ։ Պատերազմի սկիզբը համարվում է 1919 թվականի մայիսի 19-ին հունական բանակի կողմից Իզմիրի օկուպացիան։ Պատերազմին վերջ դրվեց 1923 թվականի հուլիսի 24-ին Լոզանի պայմանագրով։ Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել Բաքու-Սոբսան նավթատարի գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրևիշվիլին։ Նրա խոսքով համաձայնագիրը ստորագրվել է WUF 13-ի շրջանակներում Բաքու կատարած իր այցի ժամանակ։ Վերջին տարիներին անգործունյա մնացած խողովակաշարի վերականգնումը կարևոր է ինչպես տարածաշրջանային էներգետիկ համագործակցության, այնպես էլ Վրաստանի տարանցիկ դրի ամրապնդման համար։ Բանակցությունների արդյունքներով Վրաստանի կառավարությունը որոշել է համագործակցություն սկսել Սոքարի հետ, եւ դա թույլ կտա մեզ համատեղ վերականգնել խողովակաշարը, ասել է նախարարը։ Բաքու-Սոբսան արտահանման երթուղի է, որը նախատեսված է Ազերի Չրաղ-Գյունեշլի նավթահանքերի բլոկից արտահանված նավթի փոխադրման համար։ Այն շահգործման է հանձնվել 1999 թվականի ապրիլին։ Բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պատվին անցկացվող ամենամյա Վինդզորի թագավորական ձիերի շոուն հաջողությամբ ավարտվել է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Դիասպորտի ֆեդերացիան։ Նշվում է, որ Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ կարևոր աշխատանք է տարվում ամբողջ աշխարհում Ղարաբաղյան ցեղատեսակի նժույգների պահպանման եւ հանրաճանաչման ուղղությամբ։ Ադրբեջանը այս շոուին մասնակցում է 2012 թվականից։ Պետական սահմանապահ ծառայության Դիասպորտի ջոկատը եւ պարային համույթը Ադրբեջանը ներկայացրել են ըստ արժանվույն, գրավելով հանդիսատեսի ուշադրությունը իրենց ելույթներով եւ ազգային տարազներով։ Շոուի ժամանակ ներկայացվել են նաեւ երկրի հարուստ մշակույթ արտացոլող արվեստի գործեր։ Ադրբեջանական պատվիրակությունը Չարլզ III թագավորին նվիրել է Շիրվանի գորգ եւ Դիլբաս ցեղատեսակի ձիու վրա ադրբեջանցի զինվորի քանդակ։ Միջոցառման վերջում հրո երկիր Ադրբեջան պոլոյի թիմը 7-5 հաշվով հաղթել է պահապանների թիմին։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյանական մարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Ինչքան Հայաստանում մոտենում է հունիսի 7-ը, այնքան սրվում են կրքերը գործող իշխանության եւ ռևանշիստական շրջանակների միջև։ Այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի տարբեր մարզերում եւ շրջաներում քարոզարշավի ընթացքում առաջ է տանում խաղաղության օրակարգը, պատերազմի կողմնակիցները հանդես են գալիս հակակառավարական եւ թշնամական հայտարարություններով։ Առաջ են տանում Ղարաբաղի թեման, փորձելով սրել իրավիճակը երկրում։ Վերջերս ինքնությունները չբացահայտված անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության ուղիղ եթերի ժամանակ
ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված Հայաստանի վարչապետի նկատմամբ նրա պետական եւ քաղաքական գործունեության, ինչպես նաեւ քաղաքական հայացքների հետ կապված տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։ Նիկոլ, դու պատասխան ես տալու։ Մենք գիտեմ դու շտեղավես մանգյամ։ Վեր փողոցներավես անցկենում։ Քարոզարշավի ընթացքում այս հարցին անդրադարձել են ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա թիմակիցները։ Այս այ Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի բաներն են, փսլինքներն են։ Արչև։ Հելենա։ Մենք սովորյան ադրբեջանցին ավելի։ Նայք։ Ասում եմ, այ ձեզ եմ դիմում։ Հատ գտնելու եմ, մասկեքներ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատիկ կոդը, համբալներ։ Հələ մասկեքներդ հանրենք դուս եկեք, տենամ ովքեր եք։ Կզելու եք։ Ուրեմն այս ավտոմատավորված, դիմակավորված Ղարաբաղի ակցենտով ահաբեկիչները նոր նայերի հունանյաններն են, ովքեր ուզում են Հայաստանը նորից հետ քաշել ահաբեկչության արյան բաղնիքի մեջ։ Այս մարդիկ Ռոբի, Կալուգացի օլիգարխի ներկայացուցիչներն են։ Եվ են մարդիկ, ովքեր որ ձայն կտան Ռոբերտ Քոչարյանին, Կալուգացի օլիգարխին, Գագիկ Ծառուկյանին կամ Սերժի թափթփուկներին, կամա թե ակամա կքվյարկեն ահաբեկչության եւ նոր նայերի հունանյանների օգտին։ Ղարաբաղի ակցենտով խոսացող ինչ-որ փսլինքներ, դիմակները հակած տեսանյութ են հրապարակել, որտեղ սպառնում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Դիմակների հետևից իրանց շեֆերի նման ուժեղ տղա են խաղում։ Շատ հետաքրքիր է, թե Ղարաբաղի պատերազմի ժամանակ այդ դիմակները հակած այս փսլինքները ուր էին, բայց Ղարաբաղի համար իրանց կյանքը ինչի չտվեցին։ Հիմա Հայաստանում եկե Ղարաբաղ են ուզում փրկեն, իրականում Ղարաբաղյան կլանն են ուզում վերականգնեն։ Իդեմս Ռոբիկի, Կալուգացի օլիգարխի ու Բելարուսի օլիգարխի, բայց չի ստացվելու։ Ղարաբաղյան կլանի դեմը վաղուց են կառել, ու Ղարաբաղյան կլանի քոքը մինչև վերջ կտրելու ենք։ Այս ամենը վառ վկայությունն է այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած հանցավոր Ղարաբաղյան կլանը եւ պատերազմի մյուս կուսակցությունները անում են հնարավոր ամեն ինչ հասարակությանը Նիկոլ Փաշինյանի դեմ տրամադրելու համար, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իրենց կեղտոտ նպատակներին հասնելու համար նրանք օգտագործում են Ղարաբաղի թեման եւ ղարաբաղցի հայերին, այն մարդկանց, ովքեր չնայած ադրբեջանական կողմի բազմաթիվ կոչերին ընդունել ադրբեջանի քաղաքացիություն եւ շարունակել ապրել Ղարաբաղում, անջատողական ռեժիմի սպառնալիքների ներքո լքեցին իրենց տները եւ տեղափոխվեցին Հայաստան։ Եվ այսօր, երբ Հայաստանը հնարավորություն ունի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ եւ փակել թշնամանքի էջը, հայ ազգայնամոլները շարունակում են երազել նոր պատերազմի մասին։ Այս մարդիկ չեն հասկանում, որ 30-ամյա ագրեսիան եւ ադրբեջանական հողերի օկուպացիան Հայաստանին ոչ մի լավ բան չեն տվել եւ որ միայն խաղաղությունը կարող է ապահովել պետության կայունությունն ու զարգացումը։ Միայն խաղաղությունը ապագա սերունդներին հնարավորություն կտա վստահությամբ եւ հույսով նայել ապագային։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։